Սիրելի եկեղեցի ողջունում ենք ձեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Փառքասում այս հրաշալի օրվա համար։ Մենք այսօր հրաշալի օր ունենք, որ Տիրոջ մահը եւ հարության մասին ձայն բարձրացնենք ու օրհնենք նրա անունը, հիշենք նրա խաչի վրա տեղի ունեցած հաղթանակը։ Ու ես ողջունում եմ յուրաքանչյուրիդ, ովքեր մեզ դիտում եք։ Թող Տիրոջ օրհնությունը ու օգնությունը լինի ձեզ վրա, թող ամեն մեկիդ կյանքի վրա նրա խաչի հաղթանակը հայտնի դառնա։ Ուզում եմ այս ծառայությունը սկսենք աղոթքով, եկեք միասին աղոթենք ու բացենք մեր սրտները նրա քաղցրության ու բարության համար, որ ուզում է հայտնի մեզ, որ ուզում է բացի մեզ, որ ուզում է հասցնի մեզ։ Ամենակարող Հայր Հիսուսի զորավոր անունով, շնորհակալ ենք մենք գալիս ենք քո առջև Հիսուսի անունով եւ ուզում ենք քեզ փառաբանենք ու պատիվ ընծայենք քո թանկագին ներկայության համար մեր մեջ, այդ զարմանալի հրաշքների համար, այդ զարմանալի գործի համար, որ դու իրականացրեցիր խաչի վրա մեր յուրաքանչյուրիս համար։ Թող քո անունը մեր մեջ եւ մեր միջոցով օրհնված լինի։ Թող սուրբերի գովասանքը հենց հիմա, որտեղ էլ որ դուք կլինեք ձեր տներում, եկեք միասին փառաբանենք, միանանք փառաբանությանը եւ մեր տներում երգենք ու նրա անունը փառաբանենք ու բարձրացնենք, որտեղ նա արժանի է, որ նրան գովերքենք ու մեծարենք։ Տերը օրհնի, Տեր ջան, թող քո օգնությունը, օրհնությունը լինի յուրաքանչյուրի վրա, երբ որ ձայն կբարձրացնեն, երբ որ կմիաբանվեն փառաբանության հետ, թող քո փառքը լցնի իրաց տները եւ քո փառքը տարածվի ամենուրեք Հիսուս Քրիստոսի անունով։ Եղեք օրհնված, եկեք փառաբանենք Տիրոջը։ Հալելույա։ Zero,
Այո եւ ամեն մեծ է մեր Տերը, նա փառահեղ է, նա փառավոր է։ Ես ուզում եմ նվիրատվության մասին խոսեմ այս պահին։ Հիսուսը կենդանի է, մի հատկանշական պատմություն, որը մենք տեսնում ենք այս օրերին, որ տեղի ունեցավ մի խնջույքի վայրում, որտեղ գտնվում էր Հիսուսը։ Հիսուսը գտնվում էր մի Սիմոն անունով մի մարդու տանը, ու նրա նստած էին խնջույքի սեղանի շուրջը, ու պատկերացնում եք, հենց այդ պահին գալիս է մի կին է գալիս, դա գրված է Մատթեոսի 26-րդ գլխում եւ կարդում եմ 6-րդ խոսքից։ Եվ երբ որ Հիսուսը Բեթանիայի Սիմոն Բորոտի տանը, նրա մոտ մի կին եկավ, որ մի շիշ ծանրագին յուղ ուներ, եւ նրա գլխի վրա թափեց, երբ որ նա սեղանը նստած էր։ Նրա աշակերտներն էլ տեսնելով նեղացան եւ ասեցին. «Ինչու եղավ այդ կորուստը»։ Ինչու եղավ այդ կորուստը, որովհետև կարող էր այդ յուղը շատ ծախվել եւ աղքատներին տրվել։ Հիսուսն էլ իմանալով ասեց նրանց. «Ինչու եք այդ կնոջը նեղություն տալիս, որ դա մի բարի բան գործեց ինձ վրա։ Որովհետև աղքատներին ամեն ժամանակ ունեք ձեզ հետ, բայց ինձ միշտ ձեզ հետ չունեք։ Դա այդ արեց, այդ յուղը իմ մարմնի վրա թափելով իմ թաղման մասին արձանագրեց»։ Ու ուզում եմ այս խոսքը բարձրաձայնելով ձեր ուշադրությունը գրավեմ մի զարմանալի երևույթի վրա։ Այս կինը մի անուշահոտ թանկագին յուղ ուներ։ Իր ամբողջ կյանքի ընթացքում հրեաների մոտ այդպիսի սովորություն կար, նրանք հավաքում էին անուշահոտ յուղ իրանց կյանքի ընթացքում, երբ որ կգար ժամանակ ու նրանք այդ յուղը իրանց վրա կթափեին ու այդպես իրանք կգային եւ կփսակվեին այն մեկի հետ, ում հետ իրանք ամուսնական ուխտի մեջ պետքա մտնեին։ Բայց մենք տեսնում ենք զարմանալի մի բան, որ այս մարդը իր ամենաթանկագին բանը ի շնորհակալություն թափեց Հիսուսի վրա, ի գոհություն թափեց Հիսուսի վրա։ Սա զարմանալի նվիրատվության տեսակ է, որ մարդը ինքը կարողացավ իր շնորհակալությունը հայտնի Հիսուսի ներման համար, Հիսուսի արած գործի համար, Հիսուսի որոշումների համար ու Հիսուսի միջամտության համար հենց իսկ իր կյանքում։ Մեկ ուրիշ տեղ այս պատմությունը նկարագրում է, որ մի անառակին, որը ներում էր ճաշակի Հիսուսի կողմից, նա բերեց իր այդ յուղը թափեց Հիսուսի վրա։ Ու ես ձեզ ուզում եմ ասեմ, որ դա զարմանալի նվիրատվության տեսակ է, որ մարդը կարող է իր երախտապարտությունը, իր շնորհակալությունը, իր նվիրատվության միջոցով հայտնի առ Աստված։ Գիտեք, երբ որ մենք նվերներ ենք տալիս Հիսուսին, երբ որ մենք ընծաններ ենք բերում Տիրոջ տան մեջ, դրանք մեծագույն ակտեր են իրանց մեջ պարունակում, դրանք ասես մի պատվական զոհեր լինեն, մի պատվական նվիրատվություններ լինեն, որով մենք պատվում ենք Հիսուսին մեր շնորհակալությունը հայտնել ոչ միայն խոսքերով, նաև մեր նվերներով ու ընծաներով։ Ու այս կնոջ երևույթին կկարա մեր շնորհակալությունը ասել ու գնալ, բայց նա որոշեց իր շնորհակալությունը նաև ամրապնդել զարմանալի նվիրատվությամբ։ Հույս կինը չգիտեր, որ նրա թաղման համար է այդ բան անում, նա իր շնորհակալությունը արտահայտեց Հիսուսին, իր յուղը Հիսուսի վրա թափելով, դրանով իսկ պատվելով Հիսուսին, դրանով իսկ մեծարելով Հիսուսին, դրանով իսկ Հիսուսին արժեք տալով, իր ամենաթանկագինը տալով Հիսուսին, թափելով Հիսուսի համար եւ Հիսուսի վրա դուք պատկերացնում եք, դա մեծագույն ուշադրության արժանացրեց ու Հիսուսը նկատեց այդ նմանատիպ ակտը։ Շատերը չհասկացան ինչ կատարվեց, բայց Հիսուսը հասկացավ։ Գիտեք, շատերը այսօր չեն հասկանում նվիրատվության ու զոհաբերության այդ արժեքը, այդ կարևորագույն այդ միջամտությունը, բայց ես քեզ ուզում եմ այսօր մարգարեական ասեմ, Հիսուսը հասկանում է քո ընծան։ Հիսուս հասկանում է, երբ որ դու սրտանց անում ես։ Հիսուս հասկանում է, երբ որ դու քո իրականում լավագույնն ես անում։ Հիսուսը հասկանում է, երբ որ դու քո երախտագիտության դիրքից ես անում։ Հիսուսը հասկանում է, եթե ոչ բոլորը հասկանան, բայց Հիսուսը նա հասկանում է, թե դու ինչ ես դրել քո ընծայի ու քո զոհաբերության մեջ։ Հիսուսը հասկանում է, երբ որ դու գիտակցում ես, թե ինչ մեծագույն նվեր է քեզ համար ընծայվել երկնքից, իր թափած արյունը, իր թանկագին պարգևը, որ Հիսուսը տվեց եւ ոչ մի բան չխնայեց։ Ու այդպես էլ կոչ եմ անում քեզ սիրելի եղբայր եւ քույր, երբ որ դու նվերներ ես անում, երբ որ դու ընծաներ ես անում,
արա հենց այսպես ինչպես էս կինը արեց, արա գիտակցաբար, արա հոժարությամբ, արա կյանք դնելով դրա մեջ, արա նշանակություն տալով, ինչպես էս կինը նշանակություն տվեց, իր սրտի գոհությունը այդ նվերի միջոցով հայտնեց, թափելով այդ յուղը Հիսուսի վրա։ Դա շատ թանկագին է, անգամ աշակերտներ ասում են, որ եթե ծախվեր շատ աղքատների կերակուր կդառնար, բայց հաճախակի մենք ճիշտ տեղում չենք խոսում աղքատների կերակրելու ժամանակը։ Այդ պահին չի, երբ որ դու Հիսուսին պատվում ես քո նվերով եւ քո ընծայով, երբ որ դու նվեր ես տալը, երբ որ զոհեր ես անում, ընծաներ ես անում, երբ որ քո նվիրատվություններն ես անում, պատվելով, գոհանալով եւ Հիսուսին երկրպագելով, դա լավ ժամանակը նրան պաշտելու, մեծարելու, նրան բարձրացնելու, կարեւորելու, նրան արժեքավորելու ու միակը դարձնելու, դա լավ ժամանակ չի, որ դու ասես կարելի է աղքատների դրանցով կերակրել։ Դրա ժամանակն էլ կա, Հիսուս ասում է դրա բայց այսպիսի ակտերը դա մեծագույն պատիվ տալու գործունեությունը ու գիտեք դա այնքան հատկանշական էր որ երբ որ այս կինը իր նվիրատվություն անեց Հիսուս այնպիսի արժեք տվեց որ ամբողջ պատմության մեջ անցել է 2000 տարի այդ ամբողջ պատմությունից բայց այս մարդու մասին այս կնոջ զոհաբերության այս նվիրվածության այս նվիրատվության այս գիտակցաբար ընծայի մասին խոսվում է օրերով դարերով մարդիկ կարդում են զարմանում են քաջալերում եմ քեզ, որ դու քո նվիրատվությունը անես հենց այս գիտակցությամբ, ինչպես այս կինը արեց, ու թող Տերը օրհնի քո նվիրատվությունը, այնպես ինչպես որ օրհնեց այս կնոջը հիշատակի քար հրճակելով նրա համար, որ ամբողջ աշխարհում եք, որտեղ ավետարանքը քարոզվի, նաև այս կնոջ արած գործը կհիշատակվի։ Թող քո ամեն մի նվիրատվությունը Տիրոջից օրհնության գովասանք բերի, որ հիշատակի փառաբանություն ու պատիվ բարձրանա առ Աստված։ Թող քո նվիրատվությունը իր անունը բարձրացնի դարերի մեջ, ժամանակների մեջ, ամեն ժամանակ եւ թող Տիրոջ փառքը հայտնի դառնա քո ամեն մի նվիրատվության ունծայի միջոցով։ Ու այսօրվա ծառայության վերջում դուք ձեր էկրանների վրա կտեսնեք հաշվի համար, որ դու կարող եք ձեր նվերները, ունծաները փոխանցել ու եկեղեցի շարունակում է գործել ու ես կոչ եմ անում սիրելի քույրեր, եղբայրներ, որ դու կարողանաք ակտիվ մասնակցություն ունենալ եւ կարողանաք ձեր ընծաներով ծառայել նամանավանդ այսպիսի օրերի մեջ եւ արձակեք ձեր օրհնությունը, արձակեք ձեր օգնությունը, արձակեք ձեր ամեն մի գոհությունը առ Աստված նմանատիպ ակտերի միջոցով ու կարող եք նաև համապատասխան տերմինալների միջոցով նույնպես այդ նույն հաշվի համարին փոխանցեք ձեր ընծաներն ու նվերները։ Տերը թող օրհնի։ Ուզում եմ օրհնեմ ձեր ամեն մեկի ընծանու նվիրատվությունը, որ դուք պատրաստում եք Տիրոջ համար։ Տեր Հիսուս, թող ամեն մեկի նվիրատվությունը այս կնոջ գիտակցության նվիրատվության պես լինի։ Թող ամեն մեկի ընծան նմանատիպ ուրախությամբ լինի, նմանատիպ գիտակցությամբ եւ նմանատիպ պաշտամունքով Հիսուսի զորավորանով Տերը օրհնի յուրաքանչյուր։ Հիմա մենք փառաբանենք ու շարունակենք երկրպագել Տիրոջը։ Թող Տիրոջ փառքը լցնի քո տոնը։ Դու կարող ես նաև ծրարի մեջ առանձնացնել քո գումարները եւ քո նվերները եւ քո ընծաները եւ հետո ինչ որ կերպ փոխանցես Հիսուսի անունով։ Տերը օրհնի քեզ, օրհնում ենք։ Եկեք շարունակենք նրան երկրպագել Հիսուսի անունով։ Հալելույա։ Մենք շնորհակալ ենք Հիսուս։ Քո խաչի համար, քո զոհի համար։ Որով մենք այսօր կյանքում ենք, շնորհակալ ենք Հիսուս։ Հալելույա, 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 հալելույա։ Օ, ասիներեյա։ Մենք ես շնորհակալ ենք Հիսուս։ Փառքես քո խաչի համար։ Oh
Դու սուրբ ես, դու, որ երկնքում էիր, որ եկար երկիր, որ մեր պես մարդ դարձար, և մեզ համար կանգնար հոր առջև, և քո վրա վերցրեցիր ամեն մեղքը, անեծքը, ցավը, տանջանքը, և մեզ համար խաչվեցիր, և մահացար, որ մենք քեզանով կյանք ունենանք, և երրորդ օրը հարություն արար, օրհնում ենք քեզ, օրհնում ենք, որ դու հավիտյան կենդանի ես, որ քեզ փառաբանենք ու մեծարենք, անունդ մեր մեջ փառավորվի Հիսուս, մենք օրհնում ենք քո անունը եւ շնորհակալ ենք քո հաղթանակի համար։ Ամեն։ Տերը օրհնի, ինչ հիասքանչ է, որ մենք այսօր կարանք նրա մահվան մասին ու նրա հարության մասին խոսանք։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ես հավատում եմ, որ Տերը հենց հիմա այստեղ ներկա է եւ ներկա է այնտեղ, որտեղ դու գտնվում ես, որտեղ մենք հիմա իրար հետ միաբանվում ենք այս հերոստա տեսային այս հաղորդման միջոցով, ու ես հավատացած եմ, որ հենց հիմա Հիսուսը ներկա է, որտեղ որ դու կաս, ու նրա ներկայությունը այստեղ է, որպեսզի մեզ օգնի։ Մենք այսօր խոսենք մի կարևոր իրադարձության մասին, որ փոխեց մարդկության ճակատագիրը, որ փոխեց մարդկության ընթացքը, որ փոխվեց մեր յուրաքանչյուրիս համար, ու այն ինչ որ տեղի ունեցավ, դա իրականում նոր էջ հաղորդեց, նոր ընթացք ակտիվացրեց յուրաքանչյուրի համար, ու մենք այսօր խոսելու ենք խաչի զորության մասին, որ Հիսուս Քրիստոսը նա խաչի միջոցով կյանք, զորություն ու փառք ազատագրեց եւ Աստծո դատաստանը իր վրա վերցրեց, որովհետեւ ամեն մի մեղքի վարձքը մահը եւ Հիսուս եկավ մեր փոխարեն կանգնեց Աստծո առաջ, որ մեղքին անհրաժեշտ դատաստանը վերցնի իր վրա, որ մեղքի անհրաժեշտ պատիժը վերցնի իր վրա, որպեսզի մենք այսօր կյանք ունենանք եւ այդ պատժի ազդեցությունը չճաշակենք։ Նա մեր փոխարեն կանգնեց ու մենք այսօր խոսալու ենք, թե ինչ զորավոր զենք է խաչի խոսքը, Քրիստոսի արած գործը մեր յուրաքանչյուրիս համար։ Սիրելիներս, դա շատ կարևոր է։ Ու ես հավատացած եմ, երբ որ ես ու դու ունենք խնդիրներ, ունենք դժվարություններ, ունենք տանջանքներ, ցավեր, խնդիրներ, միգուցե ելք չունենք, գիտես Աստծո խոսքը ասում է, արի Աստծո մոտ, արի խաչի վրա տեղի ունեցածի մոտ։ Դու չես կարող շրջանցես խաչի խոսքը եւ գաս Աստծո մոտ օգնություն խնդրելու։ Դու պետք է գաս խաչի մոտ, որ օգնությունը ակտիվացնես քո համար, որ երբ որ գաս հոր մոտը, հոր ասես շնորհակալություն, որ Հիսուսի պատճառով ես կյանք ունեցա։ Տերը օրհնի, եկեք ուշադրություն դարձնենք այս կարևոր խորհուրդներին, որի մասին մենք այսօր իրար հետ բարձրաձայնելու ենք։ Միտեղ, որը գրված առաջի Կորինթացիների մեջ, ուզում եմ այս տեղին ուշադրություն դարձնենք, գրված է հետևյալը, որ Հիսուսը մեզ համար մահացավ, խաչվեց, ու Պողոս առաքյալը նա գալով Կորինթացիների մոտ, նա քարոզում է Կորինթացիներին ու հետևյալ ուղերձն է նրանց ասում։ Նա ասում է այսպես. եկեք կարդանք հենց առաջի Կորինթացիների Ուրեմն առաջի գլխի 18-րդ խոսքից, այսպես ասում, որովհետև խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորությունն է, որովհետև գրված է, իմաստունների իմաստությունը կկորցնեն եւ խելոքների խորհուրդը կանարգեն։ Ուր է իմաստուն, ուր է դպիր, ուր է այս աշխարհի քննող, չէ որ Աստված այս աշխարհի իմաստությունը հիմարացրեց։ Ուրեմն, որովհետև Աստծո իմաստության մեջ աշխարհը իր իմաստությունով չճանաչեց Աստծուն, Աստված հաճեց, որ քարոզչության հիմարությունով ապրեցնե հավատացյալներին։ Սա չի նշանակում, որ մենք որ քարոզում ենք հիմարության մեջ ենք, սա նշանակում է, որ նրա քարոզչությունը ամենա հպարտության գագաթնակետերն է խոնարեցնում։ Ամեն մի աշխարհիկ իմաստությունը ոչ մեկին այսօր չի կարող փրկի։ Կամ մեկը որ փրկում է, դա Հիսուս Քրիստոսն է, նրա խաչի վրա տեղի ունեցածը։ Ոչ մեկ չի կարող քո մտավոր տանջանքներից քեզ փրկի։ Ոչ մի դեղերը չեն կարող քեզ օգնեն։ Եթե Քրիստոսն է փրկությունը, նշանակում է Քրիստոսով կա փրկություն քեզ համար։ Գիտեք, ես ուզում եմ որ դու իմանաս այս աշխարհի ոչ մի իմաստություն չկարողացավ Աստծո օգնությունը երկրի վրա ամեն մեկի համար արժեքավոր է։ Հենց ինքը Հիսուսը նա մարդացավ, նա մարմին հագավ, եկավ ստե երկրի վրա, որ հոր օգնությունը
բերի ու հասցնի յուրաքանչյուրից։ Նա վերցրեց ամբողջ մարդկության մեղք իր վրա, խաչափայտի վրա, նա պատիժ ընդունեց հոր կողմից, որպեսզի ինձ եւ քեզ ազատի։ Ու գիտեք դա այն զորությունն է։ Մեկ օր այսպիսի դեպք է տեղ ունենում։ Պողոս առաքյալը գտնվում էր Աթենքում ու աթենացիների մեջ քարոզում էր, փիլիսոփայության տեսանկյունով էր խոսում նրանց հետ։ Նա ուզում էր իրանց համոզել շատ պատիժ խոսքերով, շատ մարդկային ճոխություններով, գաղափարներով ու հասկացողություններով, որտեղ հույները սիրում էին ուղղակի սենց փիլիսոփայություններ, մարդկային իմաստության գովասանքներ, ու երբ որ Պողոսը տեսավ, որ ոչ մի ձևով չհաջողվեց այդ մարդկանց ներկայացնի, որ Աստված կա, որ զորություն կա, որ գերբնական բաներ կան, նա ոչ մի բան չկարողացավ իր մարդկային հանճարեղ մտքով, ճարտարասանությամբ նրանց օգնել, նա ետ է վերադառնում հիմունքներին, ու առաջին անգամ ձախողվելուց հետո նա նույն սխալը չի ուզում օգտագործի, ու նույն սխալը չի ուզում կրկնի, ու երբ որ նա հետ է վերադառնում կորինթացիների մոտ գալով, նա հիշատակում է սրա մասին ու այսպես ասում. Երկրորդ գլխի հենց առաջի Կորինթացիների երկրորդ գլխի ու առաջի խոսքից եմ կարդում. Եվ ես էլ եղբայր, որ ձեզ մոտ եկա, ոչ թե խոսքի կամ իմաստության գերազանցությամբ եկա, ոչ թե մարդկային այդ հասկացողություններով եկա, ու ասում է, որ Աստծո վկայությունը ձեզ պատմեմ, որ մարդկային վկայությունը կարա, որ մարդկային հասկացողությունը ու փիլիսոփայությունը կարա Աստծո վկայությունը ներկայացնի մեզ, ոչ մեկը, ոչ մի բան, իր մարդկային հասկացողությամբ ու տրամաբանությամբ անգամ չի կարող Աստծո վկայությունը մեզ հասցնի։ Դա մենակ մի բանի միջոցով է հայտնվում, դա խաչի պատճառով է հայտնվում, դա խաչի վրա տեղի ունեցածի պատճառով է հայտնվում։ Ու Պողոս ասում է Կորինթացիներին, ասում է, Աստծո վկայությունը ես ձեզ չպատմեցի մարդկային տրամաբանությամբ։ Նա ասում է այսպես, որտեղ միտք չէի դրած մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին եւ այն էլ խաչվածին։ Զարմանալի առաքյալներից մեկը, զարմանալի Աստծո պաշտոնյաներից մեկը, նա այնպիսի մի խոսք է բարձրաձայնում, որ այսօր ես ու դու ոչ մի գիտական փիլիսոփայությամբ անգամ չեն կարա ներկայացնենք Աստծո վկայության այս զարմանալի ուղերձը։ Մենակ մի բան կա, դա Քրիստոսի խաչի վրա տեղի ունեցած, դա փաստ է, դա լուր է, որը հասել է մեզ գրվածքների միջոցով, դա մի անհերքելի փաստ է, որ անգամ մենք երբ որ դրան մոտենում ենք, դրա հետ հաշվի ենք նստում, կյանք է փոխվում, միտք է փոխվում, կույրերի աչքեր է բացվում, խուլերի ականջներ է բացվում, կաղերին ցատկել է տալիս, համրերին խոսել է տալիս, ամեն բռնվածներին ազատություն է տալիս, ոչ մի գիտություն չի կարող այս բանը մեզ հասցնի, կամ մենակ մեկը, որի պատճառով է դիլնում է, դա խաչի վրա տեղի ունեցածի պատճառով է։ Ու տեսեք ինչ ասում Պողոս առաքյալը, նա այսպես ասում. ես տկարությունով Եվ վախով շատ դողով եկա ձեզ մոտ, եւ իմ խոսքերը եւ քարոզությունը ոչ թե մարդկային իմաստության պատիժ խոսքերով ձեզ ներկայացրեցի, այլ հոգու զորության ապացույցությամբ, թող Տիրոջ հոգին ապացուցի իր խոսքերը, որտեղ սրանք մեր խոսքերը չեն, որ մենք կարողանանք ապացուցենք, կամ մեկը, որ այս խոսքերի հետև կանգնած է, թող Տիրոջ հոգու զորություն ուղղակի արձակվի, որ մենք տեսնենք, որ խաչի խոսքը դա զորություն ունի փրկելու ամեն մի հավատացողին։ Տեսեք հետո ինչ ասում, այլ հոգու զորության ապացույցությամբ եղավ, որ ձեզ հավատքը մարդկանց իմաստությունով չլինի, այլ Աստծո զորությամբ լինի։ Գիտեք ինքան մարդկային գաղափարներ կարան լինեն խաչի խոսքի մասին, բայց ես այսօր ուզում եմ, որ դու իմանաս, խաչի խոսքին հավատալ է պետք, ոչ թե տրամաբանել է պետք, հավատալ է պետք, որ հենց քո փոխարեն, հենց քո ցավերի համար տեղի ունեցավ։ Ամենակարևոր բանը, որ ուզում եմ ուշադրություն դարձնենք, համար առաջին, ինչ է տեղի ունեցել խաչի վրա։ Զարմանալի փոխանակություն տեղի ունեցավ, աստվածային փոխանակություն տեղի ունեցավ, Աստված վերցրեց մեր բոլորիս հանցանքը, մեղքը դրեց Հիսուսի վրա, որտեղ Հիսուսը հոժարվեց մեր փոխարեն, կանգնի Աստծո առաջ եւ ամբողջ աշխարհի մեղքը իր վրա վերցնի, ու դրա մասին արձանագրված է Եսայա 53-ում, որ ասում է նա մեր պատիժը վերցրեց իր վրա, նա մեր մեղքերն ու անօրենությունները վերցրեց իր վրա, նա մի բան արեց այդ խաչի վրա, դա ուղղակի մի տխուր արարողություն չէր, որ ես ու դու կարայինք հասկանայինք, դա ամենապատմական ու ամենանշանակություն ունեցող գործողությունն էր, որ Հիսուսը արեց։ Միգուցե մենք նայում ենք, լաց ենք լինում, ինչ որ տառապանքներ ենք անում, անգամ Հիսուս արեց, մի լացեք ինձ վրա, մի լացեք, ասեց Հիսուսը։
ասեց ավելի լացեք ձեր որդկանց վրա, որ եթե իրանք չհաշտվեն ասում է, նրանք կկորեն, նա չի ասում, որ մենք լաց լինենք այսօր, որ Հիսուսը խաչվեց մեզ համար, նա ասում է, որ մենք գիտակցենք, որ իր օգնությունը ընդունենք եւ օգնություն բերենք այս աշխարհի մեջ, որ մենք ավելի շատ լացենք մեր որդիների համար, որոնք դեռևս հաշտված չեն ասել, այլ ավելի շատ մենք կարողանանք իրականում գիտակցենք, հասկանանք այս խորհուրդը, ինչ խորհուրդ էր այս ամենի մեջ արժեքավորված եւ ինչ էր Աստված մեզ համար ակտիվացնում։ Ու գիտեք, ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ երբ որ ասում է խաչի խոսք, ինչ է խաչի խոսքը մեզ բացում։ Աստվածային փոխանակություն, Աստվածային փոխանակություն, Աստված վերցրեց, փոխանակություն արեց, նա Աստված լինելով, մարդացավ, եկավ մեր անունից կանգնավ հոր առջև, որպեսզի փոխանակությունը ակտիվանա մեզ վրա, որ ակտիվանա մեր յուրաքանչյուրիս համար, խաչի խոսքը դա միայն տխրության խոսք չի, խաչի խոսքը դա հռչակման խոսք է, դա հիշատակի խոսք է, դա ուղղակի վկայության խոսք է, որ Հիսուսը վերցրեց մեր մեղքի իր վրա, ինչա դա տալիս մեզ, նա ներում ակտիվացրեց մեզ համար, խաչի խոսքը փոխանակության ակտ է, ու ես ուզում եմ ձեր ուշադրությունը գրավեմ դրա վրա, որ Հիսուսը հենց Եսայի 53-րդ գլխի 4-5 խոսքերում, գիտեք ինչ ասում, նա վերցրեց վիշտերը, գիտեք այսօր շատ մարդիկ կան, որոնք մտավոր տանջանքներ ունեն, որոնք ունեն իրականում քաոս իրանց ներքնաշխարհում, նրանք ունեն իրական լարված երգեր չեն տեսնում, Հիսուսը վերցրեց վիշտեր, այսօր շատ մարդիկ կան, որ տարբեր տեսակի սուքերի մեջ են, պարտադիր չի, որ մեկին կորցնես ու դու սուք ունենաս, դու կարաս մի ձախորդության հետևանքով սուք ունենաս, ու այդ սուքը կարա տարիներով քո մեջ մնա, ու քեզ կողոպտի, եւ քեզ արժեքազրկի, եւ քեզանց կյանքի կորուստ լինի, ու Տեր ասում է նա վերցնում է վիշտը մեզանից, որպեսզի իր կյանքի այդ արկայությունը բերի մեր կյանքների մեջ, որ նա խաչի խոսքը, նա ասում է, որ մեր համար, ուզում եմ կարդամ այդ հատվածը Եսայի մարգարեության 53-րդ գլխում, դա այնքան զորավոր հատված է, ես ապշած եմ մնում, որ ամեն անգամ կարդում եմ նորից ու նորից, հիանում եմ, որ Աստվածաշունչը մեզ ուղղություն է տալիս, մեզ ուղղում է դեպի խաչի խոսք, եթե դու այսօր հիվանդություն ունես, եթե դու այսօր մտավոր տանջանքներ ունես, եթե դու կույր ես կամ կաղ ես, կամ ես չգիտեմ ինչ ձևի տանջանքների մեջ ես գտնվում, արի խաչի մոտ, քո փոխանակության լուրը վերցրա, որպեսզի ակտիվանա դա քեզ համար։ Դու չես կարող խաչի խոսքը շրջանցելով ինչ որ օգնություն ստանաս Աստծուց։ Դա կարևոր փաստ է ու խաչի խոսքի քարոզությամբ է, որ փրկություն է գալի իմ եւ քո կյանքում։ Ու սա փրկության օր է, սա մի լուրի օր է, սա մի հիշատակի օր է, որ ես ու դու կարանք ընկալենք։ Տեսեք ինչ ասում։ Գրված է Եսայի մարգարեության 53-րդ գլխի 4-5 խոսքերում ասում է այսպես. Հիրավին նա մեր ցավերը վեր առավ, մեր վիշտերը բռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարում եւ Աստվածանից զարկված եւ նկուն եղած, բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, մեր անօրենության համար հարվածեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Դու պատկերացրու այս երկու խոսքերի մեջ, այս երկու նախադասությունների մեջ 6 անգամ հիշատակում է մեր համար, ու ասում է մեղքերի համար, այսինքն Տեր ինչ արեց խաչի վրա, ինչի համար դա այդքան կարևոր է, որ ես ու դու ինչպես քրիստոնյա լինենք, ինչպես անհավատ մարդիկ լինենք անգամ, դու պետք է իմանաս, որ քո համար գին է վճարվել, որ դու տանջանքներից ազատվես, փրկության մեջ գաս, կյանք ունենաս, ու այն փոխանակությունը, որ խաչի վրա տեղի ունի, քեզ համար ակտիվացնես։ Սիրելիներս, ես կոչ եմ անում, որ դուք ուշադիր լինեք, սա մի հատ զարդ չի, մի հատ խաչ չի, մի հատ ուղղակի մեռած առարկա չի, սա կյանքի կոչող կենտրոնական գաղափարը քրիստոնեության մեջ, եւ դա ուղղակի մի հատ հասկացողություն չի, որ դու կարաս խաչը գցես քո վրա ու մանգաս ու չհիշատակելով, որ դրա մեջ խորհուրդ կա քեզ փրկելու, ոչ թե երկաթն է քեզ փրկում, ոչ թե խաչափայտն է քեզ փրկում, այլ ինչը որ փոխանակվեց Հիսուսի արած գործի պատճառով իմ ու քո համար։ Ուշադրություն դարձրեք, նա 6 անգամ շեշտում է։ Տեսեք, ես ուզում եմ այսօր քաջալերեմ քեզ, որ դու իմանաս, որ խաչի վրա աստվածային փոխանակություն, դա փոխանակման վայր է։ Մենք պետք է խաչի վրա մահանայինք, բայց Հիսուսը մեր փոխարեն մահացավ։ Ինչ հետևություն կարան դրանց անենք, որ Հիսուսը մեղքերը մեր վերցրեց իր վրա, որ մեզ ներուն շնորհվի։ Այդ ինչ փոխանակում է տեղ ունեցել։ Եթե դու այսօր մեղքի տանջանքի մեջ ես, դեպրեսիաների մեջ ես, եթե մեղքի դատապարտության ազդեցության տակ ապրող մարդ ես, արի խաչի մոտ, որտեղ այնտեղ փոխանակության
ակտատել ունեցե քեզ համար։ Երբ որ գալիս ես խաչի մոտ, սա բացվում է քեզ համար, ու դու հետո գալիս ես հոր մոտ ասում ես, հայ շնորհակալ եմ։ Ոչ մի մարդ չի կարա խաչի խոսքը մերժելով գա հոր մոտ։ Միակ ճանապարհը դա Հիսուսն է, ու երբ որ դու գալիս ես Տեր, դու հիշատակում ես, որ Աստվածային փոխանակությունը եղե։ Մեղքը վերցված է քեզանից, եւ Տիրոջ ներումն ու արդարություն շնորհված է քեզ։ Սա զարմանալի փոխանակություն է։ Հետո ասում է, տեսեք, ուշադրությունը, ասում է, վիշտերը բռնեց։ Գիտեք, վիշտը դա ֆիզիկական գործողություն չի, կամ ֆիզիկական ակտ չի։ Վիշտը դա մարդու ներքնաշխարհում եղած որևիցե մի տանջանքն է, որևիցե մի կորուստի գիտակցությունն է, որևիցե մի վախի արկայությունն է, որևիցե մի հոգսի տանջանքի դրսևորումն է, որ մարդը մտահոգված, տանջված, քաոսի մեջ, իրան կորցրած, որ մենակ ասում է մերն եմ բրծնեմ, դեր վերջը չի քո համար։ Մերնելու ժամանակ չի, դու պետք է ապրես եւ Տիրոջ գործերը պատմես։ Եթե դու մտածում ես անգամ մեզ մարդիկ կան, որ հիմա նայում են, եթե դու մտածում ես, որ ինքնասպանն ես, բրծնես ես տանջանքներից, դա վերջը չի, դու պետք է Հիսուսի հետ հաշտվես, որ քո համար նորեջ կա բացված, որ դա ակտիվանա քեզ համար սիրելիս։ Ու տեսեք, վիշտերը նմանատիպ բաներ են։ Հիսուս ինչ արեց, վերցեց մեր սուքը, վերցեց մեր տանջանքները, վերցեց մեր մտահոգությունները, վերցեց մեր այդ անելանելի երևույթները, որի պատճառով մեր ներսում վիշտեր են ծնվում, վիշտեր են բարձրանում, վերցեց այդ սուքի գաղափարները, վերցեց այդ ամեն կորուստի գիտակցությունը, վերցեց ամեն վախերը իր ներսում, որը վշտի հիմքեր է, վերցեց ամեն տանջանքները, մտավոր, այն մարդիկ, որ իրականում մի հատ լուր են լսում, վախեր են վերապրում, Հիսուս ասում է այդ վիշտերը վերցրեց իր մեջ։ Վիշտերը վերցրեց իր մեջ, վիշտերը վերցրեց իր վրա, այդ նշանակում է, եթե իր ներսում վիշտ չկա, ուրեմն ինչ-որ մի բան թողել է քեզ համար, եթե վիշտը իր վրա է վերցված եղե, նշանակում է իր խաղությունը, ուրախությունը արձակված է քեզ համար սիրելիս, այդ ինչ փոխանակություն է տեղի ունեցել, ուզում եմ ձեր ուշադրություն գրավեմ, սա մի օր չէր, որ ուղղակի վերցեցին Հիսուսին, տանջեցին, հալածեցին, խոցեցին կամ խոշտանգեցին, սա փոխանակության ժամանակ էր, որ մեր փոխարեն էր ինքը դա անում։ Ուզում եմ, որ ամեն մեկիդ հասնի այդ գիտակցությունը, որ դա մեր համար է տեղի ունեցել, որ դրանից հետո մենք նույն կյանքով չապրենք, այլ ազատվենք վերջի վերջո, այն տանջանքից ու այն տառապանքներից, որ հաճախակի մեղքի հետևանքով կամ որևիցե մտավոր տանջանքների հետևանքով, որևիցե ցավի ու տառապանքի հետևանքով մեր մեջ անընդհատ ելնում է ու մենք դրա հետ հարմարված ապրում ենք։ Սիրելի, սա հարմարվելու ժամանակ չի, սա փոխանակության ժամանակ է, որին կոչ անում Տերը, որպեսզի դու իրականում ոչ թե հարմարվես քո մեղքերի հետ, ոչ թե հարմարվես քո տանջանքների կամ քո ցավերի հետ, այլ վերցնես ու փոխանակություն բերես, փոփոխություն ակտիվացնես։ Հիսուսի անունով եմ ասում։ Ու տեսեք շարունակությունը ինչ ասում, որ Աստված ասում է զարկեց նրան։ Ինչի համար զարկեց, որովհետև նա մեզ պետք է զարկեր, բայց Հիսուսը մեր փոխարեն կանգնեց ու Աստված Հայրը Հիսուսին զարկեց։ Ու հետո ասում է, բայց նա մեր մեղքերի համար վիրավորվավ։ Մեր մեղքերի համար։ Ու հասկանում եք, թող անիմաստ չանցնի այդ ակտը քո կյանքում։ Սիրելի, ով էլ կլինես, կրոնը ոչ մեկին չի փրկելու։ Քրիստոսը մենակ կարա քեզի փրկի։ Սիրելիս, եթե դու անգամ պատկանելություն ունես կրոնական, դա չի քեզի օգնելու։ Դու պետք է հաշտություն ունենաս, գիտակցելով, որ Հիսուսը քո համար մահացել է։ Մենակ ես մի կարևոր ճշմարտություն է, որ մեր ներսում փոփոխություն է բերում, ընկալում է բերում, ազատություն է բերում։ Տեսեք, ուզում եմ, որ տեսնեք, որ իր ամեն մի վերքերը, թե բարոյական վերքերը, որ ինքը ստացավ, թե անարգանքի վերքերը, որ ինքը ստացավ, թե թուքումուրը, որ ինքը ստացավ, դա բարոյական վերքեր էր, որ ինքը սուրբ լինելով, մաքուր լինելով, իր երեսին թքեցին, իր երեսին ինչ ասես արեցին, ինչ ձևով ասես խայտարակեցին նրան մերկացնելով, նա մեր համար է դա արել, մեր համար։ Ու այդ նշանակում է, որ ինչ-որ մի բան, իր փառքը, իր պատիվը, իր գեղեցկությունը, իր զորությունը նա թողել է մեզ համար։ Եթե դու այսօր ունես ինչ-որ անօրենություններ, որոնց պատճառով, օրինակ միգուցե քեզ բռնաբարած լինեն, միգուցե քեզի վնասած լինեն, միգուցե քեզի արժեքազրկած լինեն, խայտարակած լինեն, ու դու դրա պատճառով, այդ ամոթի պատճառով չես կարողանում քո տեղը գտնես ու մենակ մտածում ես մահվան մասին։ Իմացի Հիսուսը քո այդ բոլոր խայտարակությունները իր վրա է վերցրել, որ դու այսօր
կյանք ունենաս եւ մասնակից լինես նրա փառահեղ փառքի ներկայությանը, նրա ներման զորությանը, նրա ով լինելուն, դա շատ կարևոր է, սիրելի, ով որ լսում ես, ուզում եմ ձեր ուշադրություն գրավեմ, գիտեք ինչի համար է սա կարևոր, փոխանակություն տեղի ունեցավ, հետո խոսքը ասում է, որ նա մեր ցավերը վերցեց իր վրա, գիտեք ցավերը եռայմաս կառույց ունեն, ցավեր կան ֆիզիկական, ցավեր կան մտավոր եւ ցավեր կան հոգեվոր, ինչ է սա իր մեջ պարունակում, մարդիկ մեկ հոգոց են քաշում, երբ որ տեսնում են ոչ մի բան չկա, որովհետեւ տանջանքները կողոպտում են իրանց, գիտես ինչի հոգեվոր տանջանք կա, որովհետեւ Հիսուս չկա քո կյանքում, երբ որ Հիսուսին հրավիրում ես, այդ հոգեվոր տանջանքը կորում այս տեսադաշտից, նա փոխվում է, նա ուրախության է վերածվում, որովհետև Տերը փոխում է, կան մտավոր տանջանքներ, որ մարդիկ այսօր իրենց ներսում վախերի հետևանքով կարող տանջվեն ու տանջանքի հետևանքով ֆիզիկական ցավերի դուռը անգամ բացել։ Գիտեք, ամեն ինչ իրար հետ շաղկապված է, բայց Հիսուսը վերցրեց իր վրա։ Դու պետք է հասկանաս, ամեն մի մտավոր տանջանքը նա կամրջվում է ֆիզիկական տանջանքի համար ճանապարհ է պատրաստում։ Կարա մարդը լսի մի հատ միտ, վախենա այդ մտքից, սկսի իր ներսում տանջվել, մեկ էլ հոպ արի ու տես, ֆիզիկական ոլորտում մի հատ ցավ է ակտիվանում, ու մարդը ասում է, ես հիվանդ եմ։ Գնում է հետո բժիշկների դեղեր բաներ ուզում օգտագործի, բայց այն ինչ Ֆիզիկական ցավը չի փոխվում, որտեղ մտավոր ցավը չի փոխվի, որտեղ հոգևոր ցավը չի փոխվի։ Ես ուզում եմ ուշադրություն ձեր գրավեմ, Հիսուս ասում է, նա վերցրեց մեր ամեն ցավերը իր վրա, որ ասում է ամեն ցավերը նկատի ունի, թե ֆիզիկական, թե մտավոր եւ թե հոգևոր, ամեն ցավերը վերցրեց իր վրա։ Ու սրա մեջ լուր կա, ուրեմն ինչ որ մի բան թողել է, եթե մի բան վերցել է մեզանից։ Նա մի բան թողել է, սա փոխանակության ժամանակներ է, սիրելիս, երբ որ մենք հիշում ենք, մենակ չենք հուզվում, որ Հիսուսը մահացավ, մենք հուզվում ենք, գիտեք ինչի համար, որ նա իրականում արեց դա մեզ համար։ Մենք ուրախանում ենք, ուրախության հուզմունքներ ենք մեր սրտում ակտիվացնում, որովհետև ուզում ենք երախտապարտ ու շնորհակալ լինենք, որովհետև նա այդ ամենը արեց մեզ համար։ Թող հասնի այս գիտակցությանը քո, թող այս լուրը հասնի քո գիտակցությանը, թող քո միտքը բաց լինի, ոչ թե տրամաբանությունը այս բաների մեջ ակտիվանա, այլ քո սիրտը ակտիվանա, հավատալու, որովհետև էսի տրամաբանության ակտ չի։ Շատերը ասում են, հա ես իրան չեմ խնդրել, որ իմ համար մահանա, ախր դու փոքր մարդ ես, դու ոնց կարաս ասես իրան խնդրել եմ թե չէ։ Դու չես կարող ասես իմ ծնողներին չէի խնդրել, որ ինձ ծնեն։ Էդի քո կամքից չի, դրա համար այդպես հիմար հայտարարություններ պետք չի անել։ Դու պետք է այս լուրի հետ հաշվի նստես, որտեղ նա ընտրեց քեզ, սիրեց քեզ եւ իր կյանքը դրեց քեզ համար։ Թող հասնես քո գիտակցությանը, թող հասնես քո սրտին, որ դու անկալես, որ մեկը կա, որ հավիտենական սիրով է քեզ սիրել։ Ու ոչ մի բան չխնայես դրա համար։ Նա անգամ իր որդուն չխնայեց։ Նա ուղարկեց, որովհետև դա սիրո դրսևորում է եւ ոչ թե ուղղակի ինչ որ մեկի կամայականությունը։ Դա սիրո ակտ է, որը եկավ հասավ մեզ։ Դա շատ կարևոր է։ Ես զարմանում եմ մեկ-մեկ մարդկանց վրա, որ ասում են, թող չծներ, թող չաներ։ Ինքան տգիտություն եմ տեսնում սենց հայտարարությունների մեջ, բայց ոչինչ Աստված ողորմած է, նա դրանից չի վիրավորվում, նա ընդհակառակը հետաքրքրված է, որ քո միտքը բացվի, որ դու գիտակցես, որ կա մեկը, որ քեզ սիրում է, դու հաստատ քո հանդեպ, եթե մեկը տենց վարվեին, դու տես չէիր, դու կվիրավորվեիր, կվնասվեիր, կկողոպտվեիր, ինչքան է տես մարդիկ հայտարարություն անողներ, նրանք նույն ձևով վիրավորում են, երբ որ իրանց հետ են տենց վարվում։ Եկեք խորագետ լինենք, այսօր լուրի օր է, այսօր մի կարևոր ակտի օր է, որ փոխանակություն տեղի ունեցավ մեզ համար։ Ու գիտեք, երբ որ ասում եմ նրա վերքերով մենք բժշկվեցանք, սա նշանակում է, որ նա բժշկություն է մեր համար թողել։ Հիսուսը երբեք հիվանդ չի եղել, նա առողջ մեկն է եղել, ու նա իր առողջությունը թողել մեզ համար, որ ամեն մեկս որ գալիս ենք այս ակտի մեջ, մենք փոխանակություն ենք մեր ապրում, մենք մեր ցավերը տալիս ենք իրան, նա իր առողջությունը ակտիվանում է մեզ համար, որտեղ դա տեղի է ունեցել, սիրելիս, հավատա այս լուրին, որ խաչի ժամը վրա Հիսուս ուղղակի չմահացավ հենց այնպես, դա քո եւ իմ համար մահացավ, որպեսզի կյանքը ակտիվանա, զորությունը ակտիվանա, Հիսուսի զորավոր անունով, ինչ էլ փոխանակություն տեղի ունեցավ, երբ որ մենք նայում ենք Աստվածաշնչում, մենք տեսնում ենք, որ խաչի խոսքը դա զորություն ունի փրկելու ամեն հավատացողին, դա զորություն ունի փրկելու ամեն մեկին, ու դա մեր ուժեղ զենքերից մեկն է։
քրիստոնյաների համար խաչի խոսքը դառնում ամենակենտրոնականը, որովհետև դա մի կարևոր փաստ էր, որ տեղի ունեցավ։ Հիմա լսեք, ուզում եմ ձեր ուշադրություն գրավեմ մի բանի վրա, որ Հիսուսը խաչի վրա նա հայտնապես նա պարտության մատնեց, նա հայտնապես հաղթանակ վերցրեց թշնամու ամեն ծրագրերի վրա։ Ու պատկերացեք սատանան նա երբեք էլ չի կարա այս փաստի հետ կապված որևիցե մի բան աղավաղի։ Գիտեք ինչի, որովհետև նրան հայտնապես խայտարակեց Հիսուսը խաչի վրա մահանալով մեր փոխարեն։ Դրա համար ինքը մենակ մի բան կարող անի, քեզ խաբի, որ խաչի խոսքից դու հեռու լինես, քեզ խաբի, որ դու խաչի խոսքի մասին շատ չմտածես, քեզ խաբի, որ դու խաչի խոսքի զորության գաղափարը քո ներսում չունենաս։ Նա մենակ այդ կարող անի, բայց նա երբեք չի կարող այս փաստը փոխի։ Սատանան երբեք չի կարող փոխի այս կարևորագույն փաստը, որ աստվածային փոխանակությունը տեղի ունեցել։ Ինձ եւ քեզ համար, որ նրա պատճառով մենք կարանք այսօր կյանք ունենանք ու առավելին ունենանք։ Նա երբեք չի կարող այս փաստը փոխի, ու թող քո ներսում երբեք չփոխվի այս փաստը։ Որովհետև երբ որ նայում եմ, տեսնում եմ, որ նա ամեն բան անում է խաբելու համար, բայց նա զորություն չունի երբեք քեզ կանգնեցնելու, եթե դու հավատում ես այս կարևորագույն փաստին, սա մի կարևոր փաստ է, որ նրա պարտությունն է հռչակում նաև։ Դա այնքան զորավոր է, սիրելիներս, ուզում եմ այս աստվածային փոխանակության մասին էլի մի քանի բաներ ասեմ։ Գիտեք, երբ որ Հիսուսը նա իր արյունը թափում էր, այդ արյունը սուրբ արյուն էր, պատվական արյուն էր, բայց գիտեք, երբ որ այդ արյունը թափվավ, այդ խոշտանգումների հետևանքով որ թափվավ, այդ ամեն մի արյան կաթիլը նրանք խոսում են, որ մենք մեղքերի թողություն ունենք։ Այսօր խաչի խոսք չի լինի, եթե չհռչակվի, ինչ փոխանակություն է տեղի ունեցել։ Խաչի խոսքը դա ուղղակի մի հատ պատմություն չի, որ մենք կարանք հռչակենք կամ հիշատակենք։ Դա փոխանակության արձանագրություն է, որ տեղի ունեցավ ինձ եւ քեզ համար։ Նրա խաչի պատճառով, որ նա ունեցավ մեր համար, մենք այսօր կարանք մեղքերի թողություն ունենանք։ Փոխանակություն տեղի ունեցավ։ Նա վերցրեց մեր աղքատությունը, համաձայն Երկրորդ Կորինթացիների 8:9-ում գրված է, որ նա վերցրեց մեր աղքատությունը, մենք իր շնորհքն ենք տեսնում, որ մենք իրանով կարողանանք հարստանանք ամեն բարի գործի համար։ Նա անեծքի տեղյակ եղավ, Գաղատացիների 3:13-ում ասում է, որ նա վերցրեց օրենքի անեծքը իր վրա։ Իսկ օրենքի անեծքը ինչ էր ասում։ Ասում էր, որ ամեն մեղքը պետք է դատապարտվի, ու Հիսուսը եկավ կանգնավ մեր փոխարեն եւ ընդունեց ամբողջ այդ դատապարտությունը ու այդ պատիժը իր վրա։ Ու ասում է, օրենքի անեծքից մեզ ազատեց։ Ինչ է մեզ ակտիվացել, որ նրա օրհնությունները մենք կարողանանք ակտիվացնենք ու նրա օրհնություններով ապրենք։ Սիրելիներս, ինչքան հիասքանչ բան է տեղի ունեցել, ու գիտեք, սա մի հատ պատմություն չի, որ մենք տեսնենք այդ արյունահեղությունը, սա մի հատ պատմություն է, որը հռչակում է, որ մեր համար մեկը գին վճարեց։ Պետք չի, որ մենք նույն գինը վճարենք, պետք է, որ մենք հավատանք այդ գնին ու ապրենք այն փոխանակության արժեքով, որ դրա պատճառով մեզ համար ակտիվացված է։ Սա կարևոր է, սիրելիս, ուզում եմ, որ դու այսօր, որ խաչի մասին պատմություններ ես լսելու, խաչի խոսքի, ուզում եմ ուշադրություն գրավեմ քո հենց փոխանակության վրա, որ այս աստվածային փոխանակությունը քեզ համար տեղի ունեցել։ Գիտեք, սա ինչ է մեզ տալիս, որ եթե Հիսուսի գլխին փշեպսակը դրեցին ու իր այդ գլխի վրա սխմեցին այդ ամեն ինչը, դա խորհրդապատկեր է այսօր, որ դու կարաս քո մտավոր ոլորտում բժշկություն ունենաս։ Նա գին վճարեց, անեծքը վերցնելով իր գլխի վրա, անեծքը վերցնելով, որ քո միտքը այսօր բժշկված լինի։ Նրա ձեռքերը, գիտեք, Աստծո խոսքը ասում է շատ տեղերում, որ նրա ձեռքերի մեջ այդ նշանները կան մինչև այսօր։ Մնացած ոչ մի նշան չկա բացի այս նշաններից։ Այս տեղի նշանները, իր կողքի նշանը, ու գիտեք ինչի այդ նշանը մնացել մինչև հիմա, որ իր բժշկությունը հավիտենական նշանակությամբ լինի քեզ համար, որ ոչ մի փիլիսոփայության ու գաղափար երբեք չկարողանա ինձ ու քեզ խաբի, որ մենք կարանք այսօր չբժշկվենք, որտեղ նրա վերքերը մնացել են քո եւ ինձ համար, վկայության համար, որ նրա վերքերով մենք կարանք բժշկված լինենք։ Սա շատ կարևոր է։ Ուզում եմ հավատանք սրան։ Թող քո տրամաբանությունը քեզ չխանգարի, թող քո սրտի հավատքը միանա։ Տերը խոսքեր ունի քեզ համար։ Գիտեք, հետո մենք տեսնում ենք, որ Հիսուսը երբ որ մերկացրեցին, նրան խայտարակ արեցին, արևելքում տղամարդուն մերկացնել, էդի խայտարակելու, փչացնելու համապատասխան երևույթ էր։ Նրան արժեքազրկեցին, նրան ասես փչացրեցին, նրան ասես ինչ որ ձևով ուղղակի ոչնչացրեցին։
Դա մեռնելու հավասար բան էր, որ տղամարդը մերկացված է արևելքում։ Դա նշանակում է այդ մարդը մեռնել բրծներ ավելի լավ էր, քան թե ապրել դրանից հետո։ Ու այդ ամեն ինչը մեր համար արեց Հիսուսը։ Ուզում եմ, որ սրան ուշադրություն դարձնենք մենք։ Երբ որ նախայտարակությունը վերցեց, այս ամեն ինչը վերցեց իր վրա, մի նպատակի համար, որպեսզի իմ ու քո կյանքը փոխադրվի իր փառքի արկայության մեջ, նրա փառքի ներկայության մեջ։ Դրա մասին գրված է իրականում Եբրայեցիների գրքում, հենց 2-րդ գլխի 9-10 խոսքերում, որ նա ասում է այսպես, որ նա վերցրեց այդ խաչի մահի կյանքը, որպեսզի շատ իրեն հավատացողներին իր փառքին մասնակից դարձնի։ Գիտեք, մենք ստե ապրելով սովորում ենք իր փառքին մասնակից լինելով, որ հետո արդեն հավիտենության մեջ իր փառքի մեջ սովորենք ապրել։ Մենք սովորում ենք մասնակից լինել ստե, որ ապրենք այնտեղ հավիտենության մեջ։ Ուզում եմ, որ դուք սրան կարևորեք, որ նա վերցրել է քո ամոթը, որ դու իր փառքին մասնակից լինես։ Ինչպիսի փոխանակություն, ինչպիսի աստվածային միջամտություն։ Սա ուղղակի մի պատմություն չի, որ կարանք հիշատակենք ու անցնենք գնանք։ Սա պատմություն է, որը պետք է իրականում վերցնենք ու արժեքավորենք մեզ համար, ու ոչ թե մի օրվա գաղափարով վերջացնենք այս տոնակատարության օրերը եւ այդ անկելի մեր հոգսին ու գործին ու մեր խնդիրներով տարվենք։ Այսի մի պատմություն է, որ պետք է վերցնենք ու ակտիվացնենք ու մեր ամբողջ կյանքի մեջ սրա լույսի ներքո ապրենք։ Այն փոխանակության լույսի ներքո, որ խաչի պատճառով տեղի ունեցել։ Կոչ եմ անում, եղբայր, քույր, ով էլ որ կլինես, ամեն մի մարդ, որ մեզի դիտելու է, կոչ եմ անում, հաշտվի Աստծո հետ, կյանքդ բեր Աստծո մոտ։ Եթե պրոբլեմների խնդիրների մեջ ես, արի այդ խաչի խոսքի մոտ, ասա Հիսուս, շնորհակալ եմ, որ դու ինձ համար մահացել ես, որպեսզի ես քո փառքին ու քո կյանքին մասնակից լինեմ։ Նա ուղղակի իր համար չի մահացել, ուզում եմ էսի շեշտել։ Դուք պետք է իմանաք, Հիսուսը նա իր համար չմահացավ։ Նա ինձ եւ քեզ համար մահացավ։ Սա շատ կարևոր է, որ դու այսօր սրան ուշադրություն դարձնես։ Ու երբ որ սիրտը դրան տալիս ես, ինչ որ մի բան սկսում է քո հետ կատարվել։ Աստծո խոսքը ասում է, որ փոխանակությունը սկսում է ակտիվանալ։ Ամեն տեղերում նայում եմ, տեսնում եմ, որ նա գին վճարեց, նա մահացավ, որ մենք ապրենք, նա հիվանդացավ, որ մենք բժշկված լինենք, նա անեծքի տեղյակ եղավ, որ մենք օրհնության մեջ լինենք, նա աղքատացավ, որպեսզի մենք կարողանանք իրականում բարգավաճենք ամեն բարի նպատակների համար, ոչ թե չար նպատակների համար։ Նա իրականում խայտարակ եղավ, որ մենք իրականում իր փառքին մասնակից լինենք։ Նա թողվեց հոր կողմից, որ մենք ընդունված լինենք հոր մոտ։ Գիտեք ինչ է նշանակում, երբ որ մենք թողված ենք, երբ որ մենք մերժված ենք, դա ասես ոչ մեկի պետք չլնենք։ Այսօր մեր սրտում, ով Հիսուսին ընդունում, օրինակ ես անձամբ կարամ ասեմ, մի կարևոր բան, այն պայից, որ ես Հիսուսին ընդունել եմ, իմ ներսում էլ այդպես խնդիր չկա մերժվածության, որտեղ մեկը այդ մերժվածության հարց ինձանից հանել է արդեն։ Ես էլ կարիք չունեմ ինչ-որ մեկից սիրված լինեմ, որտեղ արդեն մեկից սիրվել եմ։ Ու այդ մերժվածության հարցը ինձանից արմատախիլ է եղել, ու էլ ինձ չի տանջում այդ հարցը։ Մենակ լինելու, կամ այն որ ասում է ոչ մեկի, մենք չպետք է բաներ անենք, որ մեկից սիրված լինենք։ Մեկը մեզի սիրել արդեն։ Մենք այդ սիրո դիրքից ենք բաներ անում, ոչ թե մարդկանցից ենք փառք ակնկալում, հորից ենք փառք ակնկալում, որտեղ նա է, որ մեզ փառավորել է անում, նա է մեզ, որ հաճելի բաների մեջ բարձրացնում է, զարմանալի մասնակցություն աստվածային բաներին։ Ու դրա համար ես ուզում եմ, որ դու ուշադրություն դարձնես։ Այս օրը, երբ որ մահացավ Հիսուսը, այս օրը, երբ որ խաչվեց Հիսուսը, գիտեք, այնքան աշակերտները իրանց կորցրեցին, ոնց կորցրեցին իրանց։ Նրանք հազիվ գտել էին մի հատ կենարար լույս, նրանք հազիվ գտել են մի հատ իմաստ, նրանք հազիվ գտել են մի զարմանալի մեկին, որով տարված էին, որի շուրջ իրանք հավաքված էին, որին իրանք իրանց տեսադաշտից աշխատում էին չկորցնեին, թեպետ եւ սովորում էին իր հետ հարատևեն, իր հետ քայլեն, տեսնեն ոնց է ինքը շարժվում, ինչ անում, ոնց անում։ Բայց գիտեք, երբ որ իրան արանքից հանեցին, նրանք բոլորը վախեցան։ Այդ էլ շատերիս կյանքում է, երբ որ Տերը մեր տեսադաշտից կորում է, մենք բոլորս կորցնում ենք մեզ։ Այդ թե ինչ եղավ մարդկության հետ։ Այն պահից սկսած, երբ որ Ադամն ու Եվան իրանց անհնազանդության պատճառով կորցրեցին հորը իրանց տեսադաշտից, փոխեցին իրանց հոր ֆոկուսը
իրանց մարմնավոր ցանկությունների վրա, իրանց մարդկային իմաստությունների վրա, երբ որ նրանք ֆոկուսը փոխեցին, ինչ կատարվավ, նրանք այդ օրվանից սկսեցին ամաչել, նրանք այդ օրվանից սկսեցին խայտարակություններ ակտիվացնել, այդ օրվանից մարդկությունը ցավի, տառապանքի, տանջանքների տեղյակ դարձավ։ Նույն այսօր, ոչ մի տարբերություն, երբ որ դու Հիսուս չունես, դու ամեն խառնաշփոթություն ու լարվածություն ունես, ամեն հպարտություն ու ամեն անզգամություն ունես, բայց հենց Հիսուսը գալիս է քո տեսադաշտին, իր խաչի զորությունը գալիս է, դու ազատություն ես վերապրում, կյանք ես վերապրում։ Ուզում եմ իրականում քաջալերեմ քեզ, խաչի խոսքը դա փրկության խոսքը, դա զորության խոսքը, ու հենց հիմա ուզում եմ նաև բարձրաձայնեմ այն կարևոր երևույթներից մեկը, որ Հիսուսը արեց մինչև խաչելությունը գնալ, նա իր արյան գաղափարը բացեց, նա իր արյան հաղորդության գաղտնիքը բացեց, որ երբ որ մարդը հաղորդություն է ընդունում Աստծո հետ, նա ակտիվացնում է նրա այս խաչի գաղափարը։ Մենք ինչի համար ենք հիշում, որովհետև Հիսուս ասեց ամեն անգամ, երբ որ դուք այս հաղորդությունը կընդունեք, հիշեք իմ մահը, հիշեք իմ մահը, ինչի է Հիսուս ասում հիշեք իմ մահը, որ դուք գիտակցեք, որ այդ մահը չի եղել Հիսուսի համար, այդ մահը եղել է ինձ եւ քեզ համար։ Մենք հիշատակում ենք հաղորդության միջոցով։ Ուզում եմ ձեր առաջ բերեմ այս հաղորդության այս զարմանալի երևույթները։ Դուք պատկերացեք Հիսուսը, երբ որ հաղորդությունը ակտիվացրեց, նա կարևորագույն բան արեց։ Նա ասեց, երբ որ այս մարմինը կուտեք, դուք սա միջոցով հիշատակեք իմ մահը։ Ինչ մահի մասին էր խոսում։ Այ հենց այս խաչի մահի մասին էր խոսում։ Ամեն անգամ, որ մենք հաղորդություն ենք ընդունում, մենք հիշատակում ենք, որ խաչի վրա փոխանակություն է տեղ ունեցել։ Ամեն անգամ, որ դու հաղորդություն ես ընդունում, դու ասում ես Հիսուս, ես ընդունում եմ, որ քո մարմինը խոշտանգվեց իմ համար, որ ես այսօր քո վերքերով բժշկված եմ։ Դա ուղղակի մի ակտ չի, որ Հիսուսը իրանց ասել է, դա մի հատ ծես չի, որ Հիսուսը ասել է, որ նրանք անեն։ Դա փոխանակման, հիշատակման ակտ է եղել, որ Հիսուսը նրանց ասեց ամեն անգամ անելով հիշեք իմ մահը, որ ձեզ համար է եղել, ձեր վերքերի համար, ձեր ցավերի, ձեր տանջանքների համար։ Ինչի հիշեք, որ դուք հաղթանակ վերցնեք ամեն ցավի, ամեն տանջանքի, ամեն վերքի, ամեն մի հիասթափության վրա։ Ու երբ որ նա իր արյունը թափում էր, նա նույնպես ասում էր, գիտեք, այսօր ոչ մի բան մարդկանց այդքան չի կողոպտում, ինչքան մեղքի դատապարտող խրճմտանքի այդ ազդեցությունը, որ տաղված է աշխարհում։ Ու գիտեք, Հիսուս ասեց, երբ որ էսի կանեք, նույնպես հիշեք, որ իմ արյունը թափվել է ձեր մեղքերի թողության համար, որ դուք ազատություն ունենաք այդ մեղքի դատապարտող դիվական ներկայությունից։ Ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք, սա շատ կարևորագույն բան է, որ Հիսուսը բարձրաձայնեց։ Ու նա ասեց ամեն անգամ էսի անելով, հիշատակելով, դուք սրանով ինչ եք անում, ակտիվացնում եք այն փոխանակության փաստը, իրավունքը ու զորությունը, որ Տերը ձեզ համար նախատեսել է։ Ուզում եմ սրան ուշադրություն դարձնել։ Սիրելիներս, Աստված զարմանալի գործ է իրականացրել մեր յուրաքանչյուրիս համար։ Նա զարմանալի հրաշք արեց։ Ու այս հաղորդության այս յուրահատկությունը կայանում է նաև դրանում։ Հիսուսը մինչև մահանալը սա բարձրաձայնեց իր աշակերտների համար, որ իր աշակերտները նույնպես նրանք իրանց չկորցնեին, այլ կարողանային այդ զորությունը հագնեին, որտեղ նա գիտեր ինչի միջով ինքը անցնելու, ու քանի որ ինքը ինչ-որ բանի միջով անցնելու է ու գիտակցում էր, որ սա բոլորը թողելու են, իրան փախնելու են, նա այս արարողության միջոցով նրանց մեջ ակտիվացրեց այդ օգնությունը, որ երբ որ նրանք այդ ամենից հետո դուրս գան, նրանք զորություն ունենան բարձրանալու, նրանք ուխտի գիտակցություն ունենան, նրանք իրականում խորհուրդ ունենան իրենց ներսում, որի պատճառով նրանք կհաղթեն ամեն մարտահրավերները, որ այս աշխարհից գալու է իրենց դեմ։ Ու այդ մարտահրավերները սենց են։ Գիտեք, մարտահրավերները հիվանդություններ են, մարտահրավերները աղքատություններ են, մարտահրավերները անեծքներ են, այս իրավիճակների մեջ գտնվող տարբեր տեսակի ցավեր ու տառապանքներ են, որ նրանք երբ որ գալիս են մարդկանց ու նրանք գալիս են սրբելու, կործանելու, կոտրելու մարդկանց, բայց Հիսուս ասում է քաջ եղեք, ես հաղթել եմ այս աշխարհը։ Ու այս մի հատ հայտարարությունով նա ինձ եւ քեզ կոչ անում, որ մենք ոչ թե մենք մարդկանց հաղթենք, այլ այդ մտքերը հաղթենք, որ մեր դեմ գալիս է, այդ ցավերը հաղթենք, որ մեր դեմ գալիս է, այդ հիվանդությունները հաղթենք, նրա զորությամբ, նրա խաչի հաղթանակով։ Այդ ինչ զարմանալի փոխանակություն է տեղ ունեցել խաչի վրա։ Դրա համար այսօր մի հատ մահվան հիշատակի օր չի, սա փոխանակման հիշատակի օր է, ու նաև մեզ գիտակցությանը հասցնելու մի կարևոր ճշմարտություն, որ նա մեր համարը այդ ամենը արե։
Այսին կարևոր բան է, որ դու այս օրերին, որ լսում ես կամ նայում ես, միգուցե ֆիլմեր ես նայում, միգուցե խոսք ես կարդում, ես չգիտեմ ինչ որ ձևով տեղեկություն ես ստանում, այս ամբողջ աշխարհը տոնելու է զատիկը, ուզում եմ, որ դու գիտակցես, սա քո փրկության զատիկն է, սա քո փրկության զատիկն է, սա ուղղակի զատիկ չի հիշատակելու համար, սա քո փրկության զատիկն է, որ դու հիշատակելով փրկություն կարաս ակտիվացնես քեզ համար։ Ու հենց հիմա, եթե դու առաջին անգամ ես նայում ինձ, առաջին անգամ ես նայում ու առաջին անգամ ես այսպիսի բաներ լսում, կամ լսել ես շատ բաներ, բայց ուշադրություն չես դարձրել, բայց այսօր ես կոչ եմ անում, եթե դու առաջին անգամ ես դիտում ես, Տերը սիրում է քեզ, ուզում է որ դու գիտակցես, որ սա փրկության օր է, սա փրկության զատիկ է քեզ համար, քո տան համար, քո տան անդամների համար, ու եթե դուք հոժար եք, ուզում եք որ Քրիստոսի այս խաչելության, այս փոխանակության, այս պարգևը ձեզ համար ակտիվանա, այսօր խնդրում եմ, եկեք այս աղոթքը միասին անենք։ Եթե ընտանիքներով եք հիմա դիտում, տան անդամներով եք դիտում, միասին եկեք այս աղոթքը անենք։ Ասեք ինձ հետ միասին, Հայր Աստված, ես խոստովանում եմ, որ ես մեղավոր մարդ եմ ու շատ չարություններ եմ արել քո առաջին։ Խնդրում եմ, որ դու մաքրես ինձ քո որդու արյունով։ Եվ Հիսուս, ես քեզ հրավիրում եմ իմ կյանքի մեջ։ Ու ես ընդունում եմ, որ դու իմ համար ես մահացել։ Եվ իմ համար նաև հարություն ես արել, որ ինձ արդարացնես ու կյանք պարգևես։ Ու ես գիտակցաբար ընդունում եմ քեզ իմ կյանքի մեջ, հրավիրում եմ քեզ իմ սրտի մեջ, որ դու բնակվես իմ մեջ, դառնաս իմ Տերը և Փրկիչը, այսօրվանից մինչև հավիտյան։ Ես հռչակում եմ երկնքի առաջ, դժոխքի առաջ և մարդկանց առաջ, որ Հիսուս, դու իմ կյանքի Տերն ես և Փրկիչն ես։ Օգնի, որ ես ապրեմ քո հետ և քո փառքը տարածեմ այս աշխարհում։ Հայր, շնորհակալ եմ, որ այսօր դու ինձ որդեգրում ես քո ընտանիքի մեջ, սովորեցրու ապրել քո ընտանիքի չափման, գեղեցկության, այս փոխանակման զորությամբ։ Ամեն։ Տերը օրհնի քեզ, եթե դու այս աղոթքը արեցիր, ուզում եմ հիմա աղոթեմ ձեզ համար, եթե դուք հիվանդ եք, տկար եք, գիտեք, խոսքը հաստատվում է հրաշքներով ու նշաններով։ Ես հավատացած եմ, որ հենց հիմա Տերը, այս իմ խոսքերը չեն, որ ես էլ ջանք թափեմ հաստատելու համար։ Ես գիտեմ մեկին, որ այս խոսքերի հեղինակն է, նա էլ իր խոսքը հաստատում է, ու ես դրա համար հիանում եմ նրանով, որ նա ամեն անգամ իր խոսքը հաստատում է իր հրաշքներով ու զորություններով։ Դրա համար հենց հիմա, եթե դու հիվանդ ես, խնդրում եմ ձեռքդ դիր քո մարմնի վրա։ Ու հենց հիմա արձակենք Աստծո զորությունը, թող բժշկություն գա։ Եթե մտքերի խնդիր ունես, դիր գլխիդ վրա քո ձեռքը։ Եթե ամբողջ մարմինը ցավերի մեջ է, դիր ուղակի գլխիդ վրա, թող Աստծո զորությունը ուղակի հենց հիմա արձակվի քո կյանքի վրա։ Ամենակարող Աստված, խնդրում եմ հենց հիմա քո զորությունը որ գա։ Ես հիմա սաստում եմ ամեն մի դիվական ներկայությանը, սաստում եմ ամեն ցավին ու տանջանքին։ Թող հենց հիմա քո զորությունը արձակվի։ Հենց հիմա հրճակում ենք բժշկություն մարմնի համար, հրճակում ենք բժշկություն ամեն մի մտքի համար, հրճակում ենք բժշկություն ամեն մի ֆիզիկական օրգանների համար։ Այն մարդիկ, ովքեր տանջանքներ ունեն իրենց ոսկորների մեջ, հենց հիմա քանդում ենք այդ տանջանքները։ Այն մարդիկ իրականում, որոնք իրական դժվարություն ունեն իրենց շնչուղիների հետ, հենց հիմա թող մաքրվեն այդ բրոնխներից, մաքրվեն իրենց թոքերը Հիսուսի զորավոր անունով։ Հենց հիմա մենք հրճակում ենք, որ կույրերի աչքերը բացվեն, հրճակում ենք, որ ամեն խուլականջները բացվեն, հրճակում ենք Հիսուս, դու նույն ես երեք այսօր եւ հավիտյան, ու դու կենթանի ես, որ քո փառքը հայտնես, թող այն փոխանակություն, որ խաչի վրա եղած է, թող բժշկություն արձակվի հենց հիմա ամեն մեկի կյանքի վրա։ Ես հենց հիմա Հիսուսի անունով ասում եմ ամեն տեսակի հոդացավերին, որ դուք գնացեք մարդկանց կյանքերից։ Մենք հենց հիմա հրճակում ենք Հիսուսի զորավոր անունով։ Տերը ասում է, որ ես քո բժիշկն եմ, ես քո բժիշկն եմ։ Հիսուս ասում է, ես քո բժիշկն եմ, ես եմ քեզ բժշկող Աստվածը, ու թող հենց հիմա զորությունը գա քո վրա։ Հենց հիմա, եթե դու աչքերի խնդիր ունես, խնդրում եմ դիր քո աչքերին մատերդ ու ասա Հիսուս, դու ես իմ տեսողությունը, մաքրի իմ աչքերը ամեն կատարախտներից, ամեն տեսակի փառերից, ամեն տեսողության անկումներից, բժշկություն եմ ակտիվացնում։ Հենց հիմա հրճակում ենք Հիսուսի զորավոր անունով, Հիսուսի զորավոր անունով։ Օ, հալելույա, հալելույա, հալելույա։ Ես զգում եմ հենց հիմա Հիսուսը ստե ներկա է ու գիտեմ, որ հենց հիմա տեղ ներկա է։ Շատ մարդիկ կան, որ հիմա նայում եք մեզ, դուք զգում եք ձեր ներսում ջերմություն, ոնց որ ասես ասես քրտինք հա տվել, ինչ որ մի ձևով ջերմություն է զգում քո կյանքի մեջ, այդ Աստծո ներկայությունը ուղղակի ակտիվանում է հիմա։
ակտիվանում է քեզ ազատելու համար։ Ցավերը թողում են քեզ, հենց հիմա հեռանում են քեզանից։ Հիսուսի զորավոր անունով։ Գիտեք ինչի, որտեղ Հիսուսը ներկա է, ընդդեմ իր փոխանակության այդ կողմն ակտիվանում։ Հիսուսը հենց հիմա ներկա է այդտեղ, որտեղ որ դու կաս, հենց քո տան մեջ։ Խնդրում եմ, եթե դուք տան մեջ եք, բռնվեք, եթե մարդիկ անում ձեր ձեռքերը, մեկը մյուսի հետ բռնվեք ու հենց հիմա իրար հետ ասեք, Տեր, մեր ֆինանսական դաշտը բժշկի։ Հենց հիմա Տերը ուզում է բժշկի նաև ձեր ֆինանսական դաշտը։ Դուք պարտքերի մեջ եք ու Տերը ուզում է ազատի ձեզ պարտքերից։ Տերը ունի այդ կարողությունը, գիտեք, Տերը ունի, նա աղքատացավ, որ դու ամեն բարի գործի համար հարստանաս։ Նա փոխանակություն արել, նա վերցել է այդ աղքատությունը, նա վերցել է այդ ապանքը, նա վերցել է այդ լուծն ու հսկողությունը քո կյանքի վրայից, որ դու կարողանաս օգնություն ունենալ։ Դրա համար բռնվեք իր ձեռքերից ու ասեք ինձ հետ միասին, Հիսուս, դու պատվեր ես տվել մեզ, որ բացի սիրուց ոչ մեկին պարկ չմնա, ու մենք հրաժարվում ենք պարտքերի անեծքից, ու արձակում ենք մատակարարում երկնային։ Հենց հիմա թող մարվեն ամեն տեսակի պարտքերը, թող ֆինանսական հրաշքներ ակտիվանան ձեր տների մեջ։ Գիտեք, ես կարող եմ համարձակետի ասեմ, գիտեք ինչու, որտեղ խաչի պատճառով փոխանակությունը ակտիվացել, ու թող դա հենց հիմա արձակվի ձեր տան մեջ։ Հիսուսի անունով։ Հիսուսի անունով։ Տեր Հիսուս, շնորհակալ եմ քեզանից, քո գերբնական հրաշքների համար, քո գերբնական հրաշքների համար։ Մենք հիմա մի գեղեցիկ երգ կվերցնենք ու կփառաբանենք Տիրոջը մի երգով, ու ես հավատացած եմ, որ Տերը հրաշքները շարունակում է։ Ասա ինձ հետ միասին, Հիսուս, շնորհակալ եմ, որ աստվածային փոխանակություն տեղի ունեցավ խաչի վրա իմ համար, Հիսուս, քո պատճառով։ Ասա ինձ հետ միասին, Հայր Աստված, ես շնորհակալ եմ քո մեծ սիրո համար, որ Հիսուսի պատճառով ու Հիսուսի միջոցով ու Հիսուսի արած գործի արդյունքով դու ինձ ցուցադրեցիր։ Սիրում եմ քեզ ու շնորհակալ եմ։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն եւ ամեն։ Եկեք ուղղակի փառաբանենք Տիրոջը։ Ազատել է մեզ մահից, Այո Տեր, շնորհակալություն։ Եկեք ասենք Հայր մեր աղոթքը միասին։ Կարող ես ինձ հետ միասին ասել, Հայր մեր, որ երկնքում ես։ Սուրբ լինի քո անունը, քո արքայությունը գա, քո կամքը լինի, երկրի վրա ինչպես երկնքում է։ Մեր հաց անապազորյա տուր մեզ այսօր, եւ ների մեր բոլոր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին, եւ մի տանիր մեզ փորձության մեջ, ապա չարից ազատի, որտեղ քոնն է թագավորությունը, զորությունը եւ փառքը, հավիտյանս, ամեն, Տերը օրհնի, թող Տիրոջ հարության ուրախությունը արձակվի քո տան մեջ, Հիսուսի զորավոր անունով, եղեք օրհնված, Հիսուսը
ձեզ հետ։